Այս ժողովարչապետ Փաշինյանը միշտ ասում է, թե երբեք Ռուսաստանի դեմ քայլեր չի նախաձեռնի, երբեք հակառուսականությամբ չի զբաղվի ու չի զբաղվում, ինքը Հայաստանի ժողովարչապետն է, Հայաստանն էլ սրա ասելով Ռուսաստանի եղբայրական երկիրն է։ Չի ստում վարչապետ Փաշինյանը, ժողովարչապետ այսինքն, չի ստում, այս անգամ չի ստում։ Նա իրոք Ռուսաստանի դեմ ոչ մի բան չի անում, որովհետև նա չի կարող անել կամ չանել, որովհետև Հայաստանի իշխանության հետ ինքը այնքան առողջություն ունի, որքան ես։ Հայաստանի բոլոր քայլերը թելադրված են դրսից եւ որևէ ազդեցություն նա չունի Հայաստանի արտաքին քաղաքական եւ լուրջ գլոբալ ներքին քաղաքական հարցերի վրա։ Ինչ արեցին ամերիկացիք 91 թվականից սկսեցին Հայաստանում գրանտակիր բուծել, այդ 2018-ին արդեն հսկայական հանրույթ էր, իշխանությունը ծախսեցին, իսկ որպես ամենաշատ քարիզմա ունեցող ազնվորություն առաջի այդ հեղափոխություն կոչվածի առաջին դերը վստահեց Փաշինյան Նիկոլին եւ ինքը սկսեց իր արևին ղեկավարել Հայաստանը եւ հասցրեց այսօրվա։ Օրինակ այսօր շատ պրոռուսական քայլ կատարեց ժողովարչապետ Փաշինյանը։ Ռուս լիբերալ տերորիստ Միխայել Վերբիսկին ազատ արձակվեց եւ ռադիկաշեց Հայաստանից։ Այնինչ այս երկու բազում համաձայնագրերի նա պետք է հանձնվեր Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև տերորիստ է, լիբերալ տերորիստ, պայքարում կոչեր է անում եւ տերորի եւ Ռուսաստանին հարվածներ հասնելու, ինչը քրեորեն պատժել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Հայաստանը պարտավոր էր նրան արտահանձնել Ռուսաստանին, սակայն դա չարեց, որովհետև ոնց անի, եթե որոշողը Հայաստանը չէր։ Ռուս տերորիստը արդեն Տել Ավիվում է, նրան Պուտինի բանդախցիկը չի սպառնում։ Մի քանի շաբաթ առաջ Հայաստանում հակառուսական շաբաթ տեղի ունեցավ, բոլորդ հիշում եք։ Քոչարյանը լավ ասեց դրական կամպանիայի ժամանակ, թե ես ինչ որ ենք ասել, Պուտինին արգելված այսօր Հայաստան գալ է, Զելենսկուն ոչ։ Դա նույնպես Ռուսաստանի դեմ ուղղված ակցիա չէր, ըստ սրանց մարդը ասում է, մենք չենք կարող ցենզուրա անել արտասահմանյան առաջնորդների ելույթները։ Ցենզուրա անել պետք չի, ուղղակի պետք չի դրանց կանչել, հակառուսական շաբաշներ պետք չի անել։ Եթե հիշում եք, սա երբ անդամակցում էր միջազգային քրեական դատարանին, որը Պուտինի կալանքի սանկցիա է տվել, ասում էր, որ դա մեծ անհրաժեշտ է երկու բանի համար։ Առաջինը ես թուրք պիտի դատեմ, ադրբեջանցի պիտի ուղարկեմ Հաագա։ Եվ երկրորդը դրանով բարձրացնում ենք Հայաստանի ինքնիշխանությունը։ Միջազգային կառույցի անդամակցել ինչ կապ ունի ինքնիշխանության հետ, ինքնիշխանության բարձրացման հետ, այն դեպքում, երբ ցանկացած անդամակցություն մի բան տանում է քո ինքնիշխանությունից։ Իսկ երկրորդը մեկը դրան հարցնի, այդ քանի թուրք է ուղարկել Հաագա։ Գոնե մի թուրքի անուն կարող է ստալ։ Նշանակում է դա շատ պրոռուսական քայլ էր, չէ՞, Հայաստանի կողմից, անել այդպես, որ Վլադիմիր Պուտինը, որը գրպանում է Հայաստանի տարածքի դասի վկայականը, Հայաստան չգա։ Եվ այս ծիծաղելի բաները շատ շուտ կվերջանան։ Լավ, այս մեկը պիտի վճարի չէ, այս ամենի չի դիմաց։ Թե Վերբիսկու ազատ արձակվելու, թե Զելենսկու այցի եւ եվրոպական այդ հակառուսական շաբաշի համար պիտի մեկը վճարի, թե չէ, եւ վճարում են, ով է վճարում։ Հայ ժողովրդի գյուղացին, հայ վարորդները վերին Լարսում, որոնք 25 օր արդեն
մեքենաների մեջ են ապրում։ Իսկ ռուս սահմանապահներն էլ ասում է, դե ձեր են ապրում, դե ճիշտ են անում։ Սրանց սրտիկ են ցույց տալիս, որ գնում ասում են, դե լավ ախպերես։ Վճարում են։ Այդ թե ինչ է նշանակում, ժող վարչապետ արևմուտքից նշանակած որևէ երկրում։ Լինի դա Սաակաշվիլին, որի պատճառով Վրաստանը հենանից, լինի դա Փաշինյանը։ Արևմուտքը ուղղորդում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ դրա համար պատժվում է հայ ժողովուրդը։ Դե իհարկե պետք է պատժվի, վերջը չմոռանանք, որ ամերիկյան դեսպանը իր հորտնից չի բերել 700,000 նախիրը, որը սրան ձայն է տվել։ Եվ այդ կեղծարարներին, որոնք խայտարակ կեղծեցին ընտրությունները, ամենևին էլ ամերիկյան դեսպանը իր հորտնից չի բերել։ Դրանք ով են, դրանք են հայերն են, որոնք ծնվել մեծացել են մեր կողքին եւ դարձել են բոլորի գլխին պատուհաս։ Թե ինչու են պատուհաս դարձել, դա արդեն երկար խոսելու բան է։ Երկար խոսելու բան է։ Սահմանափակվենք դա մեն այդ արձանագրելով գրելով այդ փաստը։ Հիմա ես շատ եմ գրել եւ շատ եմ խոսել միջանձնային հարաբերությունների կարևորության մասին։ Համաշխարհային քաղաքականությունում։ Միջանձնային լավ կամ վատ հարաբերությունների պատճառով պետություններ են փակվել, լուսավորվել։ Օրինակ ասենք Եգիպտոսում մի լակոտ փարավոն կար, որ հեղաշրջումով իշխանության եկավ, որը լակոտի պես իրեն պահեց, Կյուրոս մեծի հորը խաբեց եւ արդյունքում Եգիպտոսը վերացավ, միացվեց Աքեմենյանների կայսրությանը։ Գեներալ կար ֆրանսիացի Դեգոլ։ Նրան հետ չէր սիրում Ռուզվելտը, հետ չէր սիրում։ Դե Ռուզվելտն էլ էր լուրն արբես պատահում է, չէ, երբ երկու լուրջ ազգություն յոլա չեն գնում ինչ-որ հակակրանքում են միմյանց ամյա։ Բայց շատ լավ էր ընդունում Ստալինը։ Ստալինի լավ վերաբերմունքի շնորհիվ Ֆրանսիան դարձավ մեծ տերություն։ Այնինչ հեչ դրա տեղը չէր, Ֆրանսիայի տեղը չէր։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական կազմում։ Ֆրանսիան նաև հռչակվեց հաղթող տերություն համաշխարհային պատերազմում։ Ոչ մի բանի դիմաց։ Լավ հարաբերությունների արդյունք էր սա։ 95-6 թվերին Տեր-Պետրոսյանը պաշտոնական այսօր էր Մոսկվայում եւ այս շրջանակներում այցելեց նաև Լենինգրադ քաղաքը եւ Պուտինը ժամանակ Սաբչակի տեղակալներ եւ Սաբչակին եւ նրան էր հանձնարարված Տեր-Պետրոսյանին ուղեկցելը։ Նկարներ կան, տեսախոնիկա է կա, կարող եք նայել։ Դուրն է բացում փակում Տեր-Պետրոսյանի Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Եվ երբ 2003 թվականին Տեր-Պետրոսյանը որոշեց ռևանշի գնալ, իսկ տեղի էլիտային դահիճ պետք չէր, Պուտինը չէր կարող զանգել Տեր-Պետրոսյանին ասել, թե Լևոն Ակոպովիչի անդուրելի ողջունեց։ Պուտինն ինչ արեց, Ելցինին ուղարկեց։ Ելցինն եկավ, Տեր-Պետրոսյանի հետ չայ խմեց նրա տանը, Աջիշտ Ելցինն նաև կոնյակ էլ խմել, հայկական կոնյակն շատ էր սիրում։ Տեր-Պետրոսյանին ասեց, թե Լևոն Ակոպովիչ, ատվիլիսելի, գործ չունես, ախպեր, բանես, կոմեկում։ Իսկ Ելցինը ով էր Տեր-Պետրոսյանի համար։ Ելցինը Տեր-Պետրոսյանի համար այն էր, որը նրան Լեռնային Ղարաբաղն նվիրեց, հետն 7 շրջան, հաց տվեց, ամեն 4-րդ օրը Հայաստանը սովի վտանգի էր մատնվում, եթե ժամանակին չհասներ ռուսական հացը։ Չեմ խոսում զինամթերքի մասին։ Դրան այդ էլ քիչ է, Ելցինը Հայաստանին նաև փրկեց, Տեր-Պետրոսյանի երկիրը փրկեց թուրքական ներխուժումից 93 թվականներին, երկու անգամ։
դե ոնց կարող էր Տեր-Պետրոսյանը մերժել Ելցինին։ 2008-ին արդեն Ելցինը մահացել էր, չկար։ Ոչ Տեր-Պետրոսյանը 2008-ին չէր բանանի, չէր առաջադրվի։ 2007-ին մահացավ և արդյունքում ունեցանք այն, որ Տեր-Պետրոսյանը հենց ընտրությունների օրը իրան հռչակեց հաղթող, Փաշինյան Նիկոլա ասեց Ղարաբաղի տականքին պետք է հեռացնենք Հայաստանից, մենք ենք հաղթել, ձայները չեն հաշվի վերջացրել, բայց իրենք հաղթել են, վերջում կազմակերպեցին զանգվածային խուլիգանություն, մարադիորություն, Քոչարյանը չկատարեց իր սահմանադրական պարտավորությունը, իսկ որն էր նրա սահմանադրական պարտավորությունը, մեր պաշտպանությունը, մեր անվտանգության ապահովումը, և երբ երկու մարադիորություն է տեղի ունենում, մի ձև կա դրա դեմ պայքարելու, մի ձև, դա գնդակահարությունն է, պետական ռեսուրսներով, ոստիկանության թե ԱՀՍ ուժերով պետք է գնդակահարվեին մարադիոր դեմոկրատները և նման բան արել է Ջորջ Բուշի 92-ին Կալիֆորնիա նահանգում, երբ դեմոկրատ նեգրերը արդարություն էին պահանջում քաղաքական պաստառներով, լոզունգներով ցույցեր էին անում, ձեռի դեմ առավելություն սկսեցին, Ջորջ Բուշն ինչ արեց, 700 նեգր սպանեց։ Ազգային գվարդիան մտցրեց քաղաք, 700 նեգր գնդակահարվեց և դրանց քաղաքական նախորժակը փակվեց։ Տեր-Պետրոսյանը այդ բանը չգնաց, ես օրինակ կգնայի, մարադիորները պետք է գնդակահարվեն։ Խոսքս խաղաղ կամ չար ցուցարարի մասին չէ, ոչ չարություն է անում ցուցարը, ոչինչ, բռնեք, տարեք, կալանավորեք, բայց մարադիորը արդեն գնդակահարության ենթակա բան է։ Ինչ Տեր-Պետրոսյանը չարեց և Քոչարյանը չարեց և արդյունքում ունեցանք 2018 թվական։ Հիմա ինչի համար խոսեցի միջանձնային հարաբերությունների կարևորության մասին։ Ուշ թե շուտ, դեպի արդեն դա զգացում է, հայ ժողովուրդը իր կաշի վրա կզգա, և նաև Փաշինյան Նիկոլը իր կաշի վրա կզգա։ Միջանձնային հարաբերությունների կարևորությունը և իր Պուտինի վերաբերմունքը իր հանդեպ։ Իսկ ոնց է Պուտինը վերաբերվում, շատ վատ։ Ոնց կարող է ԿԳԲ-ի գնդապետը, հետախուզ գնդապետը, լավ կարծիք ունենալ կամ լավ վերաբերվել ամերիկյան գրանտակերի, սրբապիղծ մի գրանտակերի։ Եթե մեկը գրանտակեր է, արդեն սրբապիղծը չէ։ Պարտադիր չի Բարսեղյան Լևոնի պես բոլոր գրանտակերները գնան հարսերին դոմվեն։ Բոլորը սրբապիղծ են, մեկը հարսին չի դոմվում, որն է դոմվում։ Դրա բացն է ունենք Հայաստանում, մյուսը որն է տնից դուրս թափվում, որից խլում է ունեցվածքը, Սարգսյանի մասին է խոսքը, Կիրովականում, հերն է դատվում է, մեզ են համակագրում, թե տղեսին սկսել է, մի հետը դատում են, պաշտպանեք ինձ, ես վախենում եմ, որ տղես դատանում ոչ արդար որոշում ընդունել տա իմ հանդեպ։ Սրանք են գրանտակերները, դրանց էությունը հետ է, ոնց կարող է լավ վերաբերվել գրանտակեր Փաշինյանին, ԿԳԲ-ի գնդապետ Պուտինը։ Առայժմ հայ ժողովուրդը այդ Պուտինի վերաբերմունքը սրա հանդեպ զգում է դեռ գյուղացիների մակարդակով, մեր արտահանողների ոլորտում, բայց վաղը սևորել են մոտենում։ Գազի թանկացումը և կրկնակի, եթե ոչ եռակի քառակի թանկացումը, արդեն բոլորս են վիճեղելու, և մանկավարժները, որոնք գյուղմթերքից եկամուտ չունեն և ակնկալիքի չունեն, և բժիշկները, և տաքսու վարորդները։ Եվ այդ դեպքում էլ սա ինքն իրեն կհամարի ժողովրդի վարչապետ,
ժողովրդի համար աշխատող, բայց իրականում շարունակի աշխատել արևմտյան գործիք, ուղղված Ռուսաստանի դեմ։ Հետո այն աղոթած գառի պես պետք է ասի դե մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չենք կարող անել, չենք էլ ուզում մենք, ինչի պետք է անենք։ Դա մեր ինչին է պետք։ Ինչ ասեմ, հայ բախտը մեր բախտը։ Պետք է համակերպվենք, սպասենք, թե հայ-ռուսական և հայերական հարաբերությունները մեծ ուր կհասցնեն։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Մոսկվան չի ճանաչի սրանց ընտրությունները, թե ինչ ձևակերպում դա կունենա, դժվար է ասել, բայց հետևանքների մասին կարելի է պատկերացում ունենալ։ Հետևանքները արդեն սկսել են իրենց ցույց տալ և տեսնենք, թե ինչքան կդիմանա հայ ժողովուրդը, ինչքան նա կհանդուրժի ժողովրդապետ Փաշինյանին, որը աշխատում է բացառապես ելնելով հայ ժողովրդի իսկական շահերից մեկը այսօր տեսանք լիբերալ տերորիստ Վերբիսկու ազատարձակվելներ և Հայաստանի տարածքը լքելը։ Դա հենց հայ գյուղացու շահերից է բխում։ Դե սպասեք պատասխան քայլերի։ Առայժմ այսքան է։ Բաժանորդագրվեք իմ յութուբյան և տելեգրամյան ալիքներին, կհանդիպենք շատ շուտով։